Գրեթե բոլորս էլ սիրում ենք սուշիներ, ռոլեր, դրանք փաթեթավորվում են այս կանաչ ուտեստով, որը կոչվում է չուկա։ Հիմա եկեք տեսնենք, թե ինչպես է այն հավաքվում եւ մշակվում։ Որպեսզի այն թարմ մնա, ջրիմուռը հանում են հատուկ ցանցերով եւ հավաքում։ Այնուհետև դրանք դասավորվում են տոպրակների մեջ եւ բեռնում բեռնատարները։ Գործանում այս ամբողջը լցնում են ջրով լի ավազանների մեջ։ Մի քանի ժամ մնալուց հետո ջրիմուռներից սկսում է անտանելի հոտ գալ։ Մաքրումից հետո ջրիմուռները կտրտվում են։ Այնուհետև դրանք խողովակներով տեղափոխվում են ֆիլտրացման, աղբը հեռացնելու նպատակով։ Վերամշակումից հետո դրանց տալիս են քառակուսի ձև, արտադրական գծերի օգնությամբ, թողնելով, որ ջրի մնացորդը հոսի։ Այնուհետև անցնում են չորացման խցիկով, որտեղ ջրիմուռները վերջնականապես ջրազրկվում են։ Գրեթե պատրաստ չորացված ջրիմուռները ուղարկում են մեկ այլ արտադրական փուլի։ Այնտեղ դրանք կտրում են համապատասխան ձևով եւ փաթեթավորվում պոլիէթիլենային տոպրակների մեջ։ Բոլոր պրոցեդուրաներից հետո հոտ չի գալիս եւ յուրաքանչյուր խոհարար օգտագործում է դրանք սուշիներ, ռոլեր եւ այլ ուտեստներ պատրաստելու համար։ Գրիր մեկնաբանություն, դու գիտեր, որ այս կանաչը չուկան այսպես է պատրաստվում։ Չենք մոռանում բաժանորդագրվել Նարեկ Դեմիրճյան էջին։ Շնորհակալություն։